Կառավարության նիստի ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը նախ ներկայացրեց քննարկվող հարցերի շրջանակը, որից հետո առաջարկությամբ հանդես եկավ գյուղնախարար Սերգո Կարապետյանը։ Վերջինիս առաջարկով համապատասխան գերատեսչության աշխատակազմի ղեկավար նշանակվեց Արտաշես Կիրակոսյանը, ապա ելույթների հերթը արտարադատության եւ առողջապահության նախարարներինն էր։ Գործադիր մարմնի անդամները ներկայացրեցին նախագծեր, առաջարկելով կառավարությանը դրանք հաստատել։ Հրայր Թովմասյանի եւ Դերենիկ Դումանյանի օրենսդրական նախաձեռնությունների վերաբերյալ առաջարկություններ չեղան եւ կառավարությունը միաձայն հաստատեց։ Ներկայացված նախագծով առաջարկվում է վիտամինների գործարան բաց բաժնի տիրակալային գյուղացիությանը, տրամադրել թմրամիջոցների եւ հոգեմետնների պերեկոսորների արտահանման հետազոտարների գործունեության իրականացման լիցենզիա 3 տարի ժամկետով։ Որոշումը բխում է երկու օրենքներից, Երեխաների կառավարության եւ դրամատուրգիայի մասին օրենքներից, որոնց ստորագրները 3 տարի պետք է անցնեն ապօրինություն։ Իսկ մինչ գործադիր մարմնի անդամները նիստերի դահլիճում խոսում եւ վստահաբար նշում էին, որ այս օրենսդրական նախաձեռնությունները կնպաստեն համակարգերի առավել թափանցիկ գործունեությանը, կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա էին անցկացնում մայրաքաղաքի Կոնտ թաղամասի բնակիչները։ Պահանջը հետեւյալն է՝ անհապաղ քայլեր ձեռնարկել, որպեսզի իրենց բնակարաններ հատկացվեն։ Ժողովրդին խաբեցին, հանին քուչեկը, հիմա մնացել են քուչեկը։ Վարձով մինչև երբ ապրենք։ Հնարավոր չէ։ Ամեն անգամ ես 5 տարի դիմում ենք, ոչ մի փոփոխություն չկա։ Իսկ ուրիշները ապահով ընտանիքի մասին են մտածում, ո՞րն է ապահով քաղաքացին Հայաստանի։ Ապահով թափառաշրջիկ ենք, որ լուբոյ ժամանակ կգա ընտանից կհանենք, ասեն всё վարձն այսքան է։ 60-ը մի դարել են 80։ Ու մեր շենքը չեն կառուցում։ Մեր պահանջն ենք ուզում, որ ժողովրդի մասին մտածեն։ Իրանցը չէ, կոնդը, հողերը, սաղ իրանցը չէ, մեր բնակիչինն է։ Կառավարությունը առանց բնակիչի կառավարություն չի։ Կոնտ թաղամասի բնակիչները նշեցին, որ 5 տարի է պայքարում են իրենց խնդրի լուծման համար, սակայն պետական կառույցներին ուղղված իրենց բազմաթիվ դիմումնամակները մնացել են անպատասխան։ Կառուցապատող Downtown Երևան ընկերությունն առանց պատճառաբանությունների դադարեցրել է կառուցվող շենքի շինարարությունը, որտեղ պետք է բնակարան ստանային նաև իրացված գոտու բնակիչները։ 5 տարի առաջ Սերժ Սարգսյանը, երբ պետք է ընտրվեր նախագահ, եկավ ժողովրդին խոստացավ ու Սեմ Պողոտայի դուժացներին ասեց, ով ինչ դուժվել է, կստանա իր տեղում, անձամբ ինձ ասեց, որ իմ բնակարանը դուժերս, կողոպուտն ու թալանը, երբ որ կատարվեց պետական կարիքների համար, նա կվերադարձնի, երբ որ նախագահ դառնա։ Արդեն անցել է 5 տարի, ոչ ընդունում է, ոչ լսում է, ոչ էլ վերականգնել են իմ դուժերս, ապրուստս ու բնակարանս։ Պետական կարիքը այդ խանութներն է, որ սպեկուլյացիա են անում։ Ամեն մի սանտիմը $3000 վաճառում են։ Մեզ էլ խաբեցին ասեցին, կաֆե ենք սարքում ձեր տան տեղը, այնինչ էլիտար շենքը կանգնացրել են ու մեզ չտվեցին մեր բնակարանները, չտվեցին դիտավորյալ, որ 210 փող տան քառակուսի մետրը։ Հիմնադրությունները ստից գլուխ կգովեին, լավախոսություններ կասեն, որ խաբեն մեզ։ Բայց խո դրանով չի երկրի, մեղք ենք, մենք էլ իրան ժողովուրդն ենք, իրան կարան մեր փողերի հաշվին արտասահմանները ման, թող մեր փողերը տան գնանք, մեր տները առնենք։ Կառավարության շենքի դիմաց հավաքված մարդիկ պահանջում էին հանդիպում վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ, սակայն գործադիր մարմնի ղեկավարը այդպես էլ ներքև չիջավ, իսկ նախարարները բողոքի ակցիայի մասնակիցների հետ հանդիպումից խուսափելով կառավարության շենքը լքեցին հակառակ մուտքից։ Փայլակ Վարդյան, Գոռ Հովհաննիսյան, Գալանյուս։